Հարգելի հետևորդներ, ողջունում եմ բոլորին Մարսելից։ Մարսելում սկսել են դպրոցական արձակուրդները, դա ինչի եմ շեշտում հենց Մարսելում, որովհետև Ֆրանսիայի տարածքում դպրոցական արձակուրդները ոչ ամառայիններ, այլ այս միջանկյալները տարբեր գրաֆիկով են սկսվում, այնպես որ Մարսելում սկսվել է հիմա դպրոցական արձակուրդները եւ հնարավորություն կա մի փոքր ճամփորդելու։ Առավել եւս, որ հիմա ընտրել ենք մի շատ հետաքրքիր ուղղություն, գնալու ենք դեպի Լիվիա։ Դե հիմա շատերը կասեն, այդ ինչ հետաքրքիր ուղղություն էր, համ պատերազմ այնտեղ, համ ոնց եք այնտեղ մեքենայով հասնելու, շտապ եմ ասել, որ գնալու ենք ոչ թե Լիվիա երկիր, այլ Լիվիա քաղաք։ Դա մի փոքր քաղաք է, ճիշտ է, արտասանությունը նույնն է Լիվիա, բայց ուղղագրական տեսակետից, ուրեմն եթե լատինա տառ է գրվում, այնտեղ երկու L-ով է գրվում, եթե ռուսերենը L-ից հետո մягкий знак կա, այ հայերեն չգիտեմ ոնց է ուղղագրությունը, մի հատ դուք ինքներդ նայեք գրեք թեկուզ։ Մի փոքր քաղաքը, ուրեմն գտնվում է Ֆրանսիայի եւ Իսպանիայի սահմանին, Մարսելից 450-440 կիլոմետր այսքան է, եւ հետաքրքրությունը ոչ միայն անվան մեջ է, այլ նրանում, որ Լիվիան ճիշտ է գտնվում է ուրեմն Ֆրանսիայի տարածքում, բայց ադմինիստրատիվ պատկանում է Իսպանիայի Կատալոնիայի շրջանին։ Այսինքն իսպանական տարածք է, այլ կերպ ասած, մի խոսքով ասած, անկլավ է։ Մի հատ գնանք, մի հատ տեսնենք, առավել եւս ես ոչ մի անգամ անկլավում չեմ եղել, մի հատ տեսնենք ինչ բան այդ անկլավը, հարցեր կա, որ մինչեւ գնալը արդեն հետաքրքրում է, հա, ինքը համարվում է որպես այդ Դաուկասպորտի այդ տարածաշրջան ընդհանուր Դաուկասպորտի տարածաշրջան, այնտեղ շատ են գնում ձմեռը այդ դահուկ քշելու, բայց ինձ հիմնականում դա չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է օրինակ ինչ լեզվով են խոսում այդտեղի բնակիչները։ Հետո իրանք գները ոնց է, որովհետև ասեմ Իսպանիայում գները սովորաբար ավելի էժան են լինում, քան թե Ֆրանսիայում այդ հարկերի հաշվին։ Եվ ասեմ, որ գները արդեն երևաց, որ բավականին մատչելի են, որովհետև հյուրանոց որ բրոնյայի անում շատ մատչելի գներով եղավ։ Եվ տարբեր այդպիսի հարցեր այդ ամեն ինչը կաշխատեմ նկարել հեռախոսով։ Уважаемые подписчики, в Марселе начались школьные каникулы. Я почему именно отмечаю Марсель, потому что во Франции каникулы в разных регионах не летние, а вот эти промежуточные начинаются в разное время. В Марселе сейчас школьные каникулы, так что есть возможность немножко попутешествовать. Тем более на этот раз выбрали очень интересное направление. Мы поедем в Ливию. Сейчас многие скажут, что тут интересно, тем более там война, или как вы на машине доедете до Ливии. Я поспешу сказать, что мы едем не в страну Ливию, а в город Ливию. Это небольшой городок. Правда, он произносится Ливия, как со страной Ливия, но правописание разное. Если на латинских буквах писать, там две буквы L, Ливия, вот так пишется. Если на русском, после буквы L мягкий знак идет. Этот городок находится, ну, не только в названии, интерес не только в названии этого городка, он находится где-то 450 километров от Марселя, на границе с Испанией. Что интересно, что он, правда, находится на территории Франции, но административно принадлежит Испании, конкретно испанской Каталонии. Иначе говоря, это анклав. Так что поедем, посмотрим много. Этот район известен как горнолыжный, но мне больше всего интересует другие вопросы. Например, вот на каком языке там разговаривают, или цены там какие. Потому что в Испании обычно цены ниже за счет налогов, чем во Франции. Так что вместе поедем. Ну и во время путешествия постараемся красивые места, интересные факты, интересные встречи, все это запечатлеть. Եվ քանի որ հարգելի հետևորդներ չլքելով Ֆրանսիայի տարածքը մենք կհայտնվենք Իսպանիայում, այս ճանապարհորդությունը սենց կատակով կանվանենք երկուսը մեկում։ Итак, как уважаемые подписчики, не покидая территории Франции, мы окажемся в Испании. Это вот путешествие шуточно, вот так назовем, 2 в 1. Ну и, конечно, я обещаю, что во время всего путешествия будет звучать очень приятная и хорошая музыка. Արգել հետևորդներ, այդ ամեն ինչը կուղղորդենք այդ ճանապարհորդությունը շատ գեղեցիկ երաժշտությամբ։ Так что поехали в Ливию, գնացինք Լիվիա, արգել հետևորդներ, առայժմ։